Բայց ամեն ինչ սպասում են բնականից, այս բնական աշխարհից, բնական ճանապարհներով։ Բայց Աստված գերբնականի Աստված է։ Աստված գերբնականի Աստված է, ինքը գերբնական է աշխատում։ Քո բնականը շատ հաճախ իր հետ կապ չունի։ Կիրակի օրը Կրասնոդարում մի քուրիկ արդեն վկայություն էր ուղարկել, բերելա եկել է քանի բժիշկների գնում եմ, ինչ որ ներվերի խնդիր ունի, կծկվում է, եթե անգամ ծիծաղում է, կծկվում է, չի կարող, պարալիզացվում է։ Ծիծաղա, հազա, ինչ որ մի ռեսկի մի բան, արագ որ մի բան անում, բլոկ անգնում։ Գրում է, գրել է եկել է, ծառայությանը ասեցի մի հատ հրաշքիդ համար աղոթենք, մի հատ հրաշք վերցրու ձեռքդ։ Ու ասում է, ես ասի, դե ինչ հրաշք ինձ, գործերս պետք է լավանա, ինչ հրաշք։ Հայկական տարբերակ, տուն մեքենա չէ։ Մեկ ոչ շատ ընկերես առնում վերտալյոտ, հա։ Հայկական տարբերակն է, ինչ հրաշք մեր կյանքում։ Բա մի հատ թազա BMW-ով չկամ, սաղ ինտերակացնեմ, ուրիշ ինչ հրաշք ենք ուզելու մենք, չէ։ Ասում է, ուզում եմ, մտածում եմ արդեն գործերս լավանա, տանհարցուցեմ, ասում եկել մի հատ ձայն իրական ստեղից, ասում է նևրոզիդ համար։ Նոր հիշեցի, ասում է, որ ես նևրոզ ունեմ։ Ասում է, Տեր Աստված, լացեցի, ասում է, լաց միանգամից լաց եկավ մեջս։ Խնդրում եմ նևրոզս բժշկի։ Գնացել եմ տուն, ասում եմ, մոռացել էի։ Մեկ էլ ասում է, երեխեքի թորներս հետ խաղում եմ, ծիծաղում եմ, կռանում եմ, ասում է, զգացի ոչ մի բան չկա, ասի, չէ, մի րոպե։ Սպասի մի երկու օր սպասեմ, եթե չլինի նոր վկայեմ։ Ասում եմ, ես 3 օր ինչ անում եմ, մեկը չկա, գնացել է։ Всё, պրծավ։ Հա? Փառք Տիրոջը։ Մարդը շատ դժվար է իր մեջ արթնացնում գերբնականը։ Մարդը դժվար է արթնացնում, բայց մեր Աստված գերբնականի Աստված է։ Ինքը ուզում է հենց այդ գերբնականով գնաց։ Հիսուսը դրա համար էր ասում, հավատում ես։ Ինչին հավատաս։ Հավատաս գերբնականին։ Հավատում ես, ասում էր, որ աչքերդ կբացվի, հա։ Դու քո հավատով թող քեզ լինի։ Արթնացրու քո մեջ գերբնականը։ Դու գերբնական Աստծուն ես ծառայում։ Դու գերբնական Աստծու հետ ես։ Ինքը սիրում է։ Տեսեք, Աստված կարա ամեն ինչ անի բնականով։ Աստված կարա օրինակի համար քո գործերը վատա, նենց անի որ լավ գործ ճարես, աշխատանք։ Որ չտեսնես էլ իր մատը։ Լավ աշխատանք ճարես, սկսես աշխատավարձը չատանալ, գործերդ լավանալ, կամ ինչ որ մորքուրի տղան զանգի բիզնես առաջարկի իրար հետ լավ բիզնես սկսեք անել, մեկ էլ հարստացար։ Կամ ինչ որ մի հատ հիվանդություն ուներ, գնում ես բժշկի մոտ, ինչ որ դեղա տալի, որ հաստատ չի օգնելու։ Այդ հիվանդությանը ոչ մի դեղ չի օգնում, բայց տալիս է, Աստված նենց անում է, դեղը խմում ես, լավանում ես, մտածում ես, թե դեղից եղավ։ Խմեցիր, լավացար, Աստված կարա տենց աշխատի, բայց Աստված սիրում է ցուցադրական ելույթներ։ Ինքը սիրում է գերբնականն անի, որ ցույց տա, որ նա ես քո գերբնական Աստվածն եմ։